Պարոն Հարությունյան, փաստորեն 2 տարի անց, ավելի քան 2 տարի անց ձեր գործի քննությունը նորից է սկսվում։ Այս անգամ ինչ ակնկալիք ունեք գործից։ Նախ սկսենք իրենք թե ինչ ակնկալիք ունեն, ինչպես նախորդ կայացված իրենց իսկ կողմից եւս անօրինական ճանաչված որոշումով է փաստվել, վերջիններս արձանագրել են, որ իրենց նպատակը մասնավորապես գործի տրամբացության սկզբունքն ու լսվելու իրավունքն ապահովելն է։ Ես կարծում եմ, որ իրենց ակնկալիքը կամ իրենց ցանկությունը բացառապես փորձել այս երկու իրավունքները ձևականորեն 2 եւ ավելի տարի անց վերականգնել։ Ես էլ դրան համապատասխան, ինչպես հենց այստեղում պարոն Անտոնյանն է նշել, անելու եմ ամեն ինչ, ինչ պարտավոր եմ ու հնարավոր է, իսկ ինչ որոշում կկայացնեմ, թող կայացնեմ։ Ինչու նման համոզմունք ունեք, որ համոզմունքս բխում է իրենց իսկ կողմից կայացված որոշումներով, արձանագրումներով, վերջին որոշումները մասնավորապես պարոն Ստեփանյանի, պարոն Անտոնյանի վերաբերյալ որոշումներն էին, որ նույնիսկ այն պայմաններում երբ մի հետն էր խախտում ճանաչել, սահմանադրական դատարանն էր խախտում արձանագրել, ինձ համար անհասկանալի պատճառաբանություններով կամ առանց պատշաճ հաստարկումների ու պատճառաբանության կայացել են նույն որոշումները, ինչ որ տարիներ առաջ։ Պարոն Հարությունյան, եւ այսօր ոնց որ թե դատավորներից մեկը ներկա չէր, բացարկի հարցեր բարձրացրել, մի քիչ մանրամասն կպատմեք, թե ինչն է Արմենուհի Հարությունյանն է ԲԴԽ անդամ, ոչ դատավոր անդամ Արմենուհի Հարությունյանն է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել նախնական փուլում, որը բավարարվել է խորհրդի կողմից, այն պատճառաբանությամբ, թե վերջինս է ստորագրած եղել այդ համապատասխան դիմումը բարձրագույն դատական խորհրդին վերաբերյալ կարգապահական միջնորդությամբ դիմելու վերաբերյալ, մինչդեռ պետք է ասեմ, որ ամենակիչը այդ ոչ դատավոր անդամը ինքնաբացարկի հայտնելու կամ ինքնաբացարկը բավարարելու հիմքեր պայմաններ էին առկա վերջինիս դեպքում, մասնավորապես եթե ընդունենք, որ այդ ոչ դատավոր անդամը միայն ձևականորեն ստորագրել էր այդ որոշումը, ապա այստեղ դատավոր ու ոչ դատավոր անդամներ կան, որ 2 անգամ անօրինական որոշում են կայացրել իմ վերաբերյալ։ Ավելի պարզ մատչելի լեզվով ասեմ, դատավճիռ են կայացրել, որը ոչ միայն սահմանադրական դատարանի, այլ նաև եվրոպական դատարանի որոշմամբ ճանաչվել էր անօրինական։ Նույնիսկ իրենց վերջին որոշումով իմ վերաբերյալ կայացված ճանաչել են այդ որոշումները անօրինական։ Ու հիմա ստացվում է, թե այդ մարդիկ մասնակցում են, բայց ինչ-որ ձևական փաստաթուղթ ստորագրած անձը ինքնաբացարկ է հայտնում ու բարձրագույն դատական խորհուրդն էլ այն բավարարում են։